Առաջին գիտության փառատոնի գաղափարախոսությունը գիտությունը հանրությանը մոտեցնելն է։ Ցույց տալ ինչով է զբաղվում գիտությունը, ինչի համար է գիտություն, ինչ գիտություն է արվում Հայաստանում։ Երկրորդինը արդեն զարգացնել գիտությամբ, այս դեպքում արդեն կոնկրետ խոսում ենք գիտության ներուժի մասին։ Պետության համար, հասարակության համար, տնտեսության, առողջապահ բոլոր ոլորտներում։ Այստեղ կարողանում ենք փորձի փոխանակում կատարել, կարող ենք տեսնել, թե ինչպիսի մեթոդներ են օգտագործում այլ գիտական ինստիտուտներ։ Հանդիպեցինք այստեղ մի շարք ուսանողների, դպրոցականների, նաև համալսարանների ներկայացուցիչների հետ, որոնք իսկապես շատ հետաքրքիր նյութեր ունեին ներկայացնելու։ Մենք նույնպես ներկայացրեցինք մերը, շատերը հետաքրքրվեցին հենց մեր կենդանիներով, որոնք իսկապես շատ հետազոտելու կարիք ունեն։ Ոչ միայն գիտության փառատոնն է տեղի ունենալու հենց օպերայում, այլ քաղաքի տարբեր տեղերում միջոցառումներ են լինելու, օրինակ թանգարաններում, տարբեր մշակութային հաստատություններում, ֆիլմի ցուցադրություն, գրքի շնորհանդես։ Այս տարի մենք, եթե անցած տարի կենտրոնացած ենք կոնկրետ մենակ գիտության վրա, այս տարի գիտության ու տեխնոլոգիաների Կոնկրետ մեր խմբի ծրագիրը մշակվել է երեխաների ուղղվածությամբ, որպեսզի փոքրիկներին ավելի հետաքրքիր լինի, քանի որ կոնկրետ ուսանողների, ավագ դպրոցի երեխաների համար հաճախակ են լինում էքսպոներ, իրենք խնդիր չունեն ծանոթանալու եւ ինստիտուտների գործունեությանը եւ ընդհանրապես փորձերին, հետազոտություններին, իսկ փոքրիկների համար մենք ներկայացնում էինք միջավայրի թթվանյութան որոշումը գունային ռեակցիաները, որ իրենց շատ հետաքրքրում էր, հատկապես որ իրենք իրենց ձեռքով են դա անում։ Կարմիրի ծառ սկսենք։ Ցանկությունը, որ ներկայացված լինի նաև ինստիտուտը եւ կարողանա իր հետազոտությունները ներկայացնել հանրությանը ու չմնա փակ, մեզ դրդեց, որպեսզի այս տարի մենք ինքներս նախաձեռնություն ցուցաբերենք եւ ունենանք այստեղ տաղավար։ Խնդիրը այստեղ հանրահարչակումն է, որովհետեւ եթե դու հանրահարչակում ես գիտություն, եթե դու հասարակությանը բացատրում ես, որ գիտությունը կոնկրետ տվյալ մարդու համար կենսական նշանակություն ունի ու մարդկանց զգալի մասը դա հասկանում է, ձևավորվում է նաև հասարակական պահանջ, երբ որ արդեն մարդը ոչ թե, ասենք, պետական բյուջեի մասին, օրենքի մասին ազգային ժողովում լսելուց գիտության հատվածը ասենց ականջի ծայրով անցկացնի գնա, այլ լսի կասի մի րոպե, բայց կա այսքան քիչ ինչի չի ավելանում։ Այսինքն հասարակական պահանջ ձևավորելու նպատակ էլ ունի։ Իսկ հասարակական պահանջի համար հասարակությունը պետք է հասկանա ինչի համար, ինչն է կարևոր։